Շրջանը ուշան Բարոն մաշին Կոմունալ ծառայությունը ստացավ նոր համազգեստ աշխատակիցների համար։ Ամեն տարի կոմունալ ծառայության աշխատակազմը ստանում է համազգեստ համապատասխան եղանակային պայմաններին։ Ձմռան նախօրեին նրանք ստացան ձմեռային հագուստ ու կոշիկներ։ Ինչպես իր խոսքում նշեց վերոնշյալ ծառայության պետը, համազգեստը նախատեսված է դրսում աշխատող ծառայակիցների համար, քանի որ նրանք օրվա տարբեր ժամերին կարող են գտնվել դրսում։ Մանրամասները մեր տեսանյութում։ Ինչպես գիտեք, մենք տարին 2 անգամ ձեռք ենք բերում համազգեստներ մեր աշխատողներուն համար։ Ունենք ֆինանսը մեզ հատկացնում է մերյան, ունենք նախատեսած գումար, որ տարին 2 անգամ սեզոնային էլի ամռանը, մեկ էլ ձմռանը 2 անգամ ձեռք ենք բերում հատուկ համազգեստներ մեր աշխատողներուն համար։ Այս անգամ ձմեռային համազգեստ ենք ձեռք բերել հաստ կուրտկաներ, պլաշատիպի, որպես դուք գիտեք մեր աշխատողները դե առավոտ ցերեկ իրիգունը անձրևի տակ, ձան տակ աշխատում են ամել կեղդոտ աշխատանք էլի, գիտեք աղբերի հետ գործ ունեն մեր աշխատողները, մեր գործն է այդպեսին։ Դրա համար շատ անհրաժեշտ է այս համազգեստները ձեռք բերել էլի իրենց անպայման պետք է մատակարարել համազգեստներով։ Համ հաստ շարվար ենք ձեռք բերել, համ կուրտկաներ հաստ, հետևը հատուկ բրենդային նշաններով, նինոս մինդիս 18 ամսախորի, այս ատրաժացելներով անվտանգության համար, որովհետև մեր աշխատակիցները գիտեք իրիգունն էլ իրիկվա հերթա սմենիկ աշխատում են իրենք, դες ատրաժացելները անհրաժեշտ են անպայման անվտանգության համար։ Այս համազգեստները պետք է բաժանենք մեր ռաբոչիներուն, առաջերտին վարորդներուն, էլեկտրիկներուն եւ դվորնիկներուն, ով որ դրսի աշխատանքը էլի կերգնիմ դե ձենի տակ, դե անձրևի տակ առավոտ ցերեկ իրգուն աշխատում են համարյա ամենօրյա աշխատանքը մեր աշխատանքը դուք լավ գիտեք։ Անպայման իրենք միշտ ունին մենք կանանն էլ առել ենք սեզոնային, հիմա էլ պետքա վստահանանք բացինկաներ, որտեղ իրենց շատ անհրաժեշտ է։